Բարև ընկերներ, ինչպե՞ս եք։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը անցել է ռեպրեսիվ վարչական ռեսուրս կիրառելուն։ Անգամ Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի երբեմնի իշխանական ռեպրեսիաները մանկական քմահաճույք են թվում այս ամենի դեմ։ Շնորհակալ եմ վստահության և աջակցության համար։ Շնորհակալ եմ, որ չեք հայհոյում և չեք վիրավորում։ Քանի մոտենում է ընտրության օրը, այդքան շիկանում է մթնոլորտը։ Ընկերներ, այսօր Ազգային անվտանգության ծառայությունը սկսեց խուզարկություններ իրականացնել Անդրանիկ Թևանյանի գրասենյակում և տանը։ Սկսեց այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը հրահանգեց նման որոշում։ Գիտեք, որ ԲՀԿ ցուցակի երկրորդ համարկա Անդրանիկ Թևանյան անունով։ Վաղը Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայությունը սահմանված կարգով հանցագործության մասին հաղորդում կուղարկի քննչական կոմիտե, ակնկալելով, որ Անդրանիկ Թևանյանի դեմ քրեական գործ հարուցվի հայրենիքի դավաճանության հոդվածով։ Ընկերներ, ամենայն անկեղծությամբ, երբեք չեմ համակրել Անդրանիկ Թևանյանին և շարունակում եմ նրա մասին բացասական կարծիք ունենալ։ Անգամ լուրջ խաղացող քաղաքական դաշտում չեմ համարում, այլ ընդամենը ռուսական առաջին ալիքից հայտնի դարձած ոմն Անդրանիկ եմ դիտարկում։ Սակայն այս ամենում ամենահետաքրքիրը այն է, որ 2024 թվականին լրտեսություն իրականացնելու համար գործողությունները սկսվում են 2026 թվականին։ Այսինքն, եթե վստահենք ուժայիններին, ապա 2 տարի շարունակ մենք մեր հասարակության մեջ լրտես ենք ունեցել, որի մասին տեղյակ է եղել Նիկոլ Փաշինյանը, սակայն որևէ գործողություն չի իրականացվել։ Այս ամենը արդեն իսկ թույլ է տալիս մեզ գալ այն եզրահանգման, որ Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա, բայց ոչ թե գործող ընդդիմության վերադարձի արդյունքում, այլ բոլորը միասին պետք է հեռանան։ Դրա համար էլ ստեղծվել է Հայը, որպեսզի միասին, առանց կուռքերի, առանց որևէ նախկին և ներկա վարչախմբերի, երկիրը հանենք այս օրհասական վիճակից։ Ընկերներ, սրան ճանաչում եք, ասում են հայտնի թալանչի է, ով ժառանգություն է մնացել Սերժի օրերից։ Այսպես, սույն անձը Շիրակի մարզպետարանի կրթության վարչության պետ Գևորգ Ղումաշյանն է, ով ըստ տեղեկությունների տարիներ շարունակ կեղեքել է Շիրակի մարզի հանրակրթական համակարգը, թալանել և սեփական շահի համար բռնաբարել է կրթական համակարգը։ Ընկերներ, բազմաթիվ տեղեկություններ եմ ստացել այս անձի հետ կապված, թե ինչպիսի մեխանիզմներով է իրականացնում թալան։ Ուժային կառույցներին եմ դիմում, որպեսզի այս անձի հետ կապված քրեական վարույթ հարուցեն, և եթե չեն իրականացնելու որևէ գործողություն, ապա հրապարակով բացատրեն, թե ինչու է այս անձը դեռ պաշտոնավորում, քանի որ ունեմ հստակ տեղեկություններ այն մասին, որ սույն պաշտոնյայի հետ կապված կա քրեական վարույթ և բազմաթիվ ապացույցներ հակակոռուպցիոն կոմիտեում։ Հիմա վերջերս ստացված տեղեկության մասին։ Ուրեմն սույն Ղումաշյան Գևորգը իր մոտ է հրավիրել մարզի դպրոցի տնօրեններին և հորդորել, որ մայիսի 25-ին իրենց կոլեկտիվներով հանդերձ լինեն Գյումրիում և մասնակցեն Նիկոլ Փաշինյանի քարոզարշավին։ Նաև տեղեկության մեջ հստակ նշվում է, որ Ղումաշյան Գևորգը նաև հրահանգել է տնօրեններին, որպեսզի ուսուցիչները իրենց հետ 4-ից 5 հոգի ևս տանեն հանրահավաքի։ Ըստ տեղեկությունների, դպրոցի տնօրենները սկսել են կանչել իրենց աշխատողներին և այսպես ասած բացատրական աշխատանքներ տանել, որ պետք է մասնակցեն և պետք է յուրաքանչյուրը գոնե 5 քվե բերի իշխող ուժի համար։ Դանիել Իոնասյան, ինչպե՞ս ես։ Բա ամեն օր խոսում ես ընտրակեղծարքից, բա ինչի չես խոսում իշխող ուժի խախտումների մասին։ Այո, ես քո պես դեմ եմ ընտրակեղծիքին և ընտրակաշառքին։ Այո, ես քո պես դեմ եմ որևէ այլ երկրի կողմից ընտրություններին միջամտության փորձերին, և վերջապես, այո, ես ինքս դեմ եմ նախկին ռեժիմներին, բայց չեմ կարող դեմ չլինել նաև ներկայումս տեղի ունեցող ապօրինություններին։ Հիմա դիմում եմ բոլոր ուսուցիչներին և տնօրեններին, որևէ մեկդ չփորձեք օրենք խախտել և չփորձեք տուր տալ Ղումաշյան Գևորգի պահանջներին, քանի որ դա ապօրինի է, իսկ ցանկացած ապօրինության մասնակից ևս հանցակից է։ Ընկերներ, ձեր անմիջական աջակցության շնորհիվ մենք շատ շուտով կունենանք նոր երկիր, առանց ներկա և նախկին վարչախմբերի, առանց հայհոյանքի և թշնամանքի։ Մի փոքր համբերություն է պետք և գիտակցված մոտեցում, քանի որ մեր հակառակորդները հարուստ են և ունեն ռեսուրս, սակայն մենք էլ ունենք արժանապատվություն,
որը ամեն բանից թանկ է։ Հարգանքներով, ձեր Հայը։